Մանկական երկաթուղում ասեղ գցելու տեղ չկար։ Քաղաքապետարանի կազմակերպած Երևանյան ամառ մեկամսյա ծրագրի շրջանակում բոլոր ատրակցիոններն ու գնացքն անվճար էին։ Հատկապես մեծ հերթ էր գոյացել գնացքի մոտ։ Մարդիկ միմյանց հրելով առանց հերթի փորձում էին տեղ գտնել։ Չէ, սենց չի կա, իջեք բոլորը տելը։ Մենակ նստած է տանի, ուզում է 3 ժամ սպասեն։ Կանգնած ծնողները դժգոհում էին հրաժարվում իջնել գնացքավարը ստիպված հորդորում էր փորձում բացատրել, որ հենց նրանց ու երեխաների անվտանգությունից է բխում գերբեռնված չշարժվել։ Երեխան չի գնում առանց ծնողի, ո՞նց կլինի դե։ Քաղաքապետարանում գիտակցում են, որ նմանօրինակ ակցիաները այգի են բերում մեծաթիվ մարդկանց, բայց ատրակցիոններից օգտվելու համար հատուկ կարգ ու կանոն մշակելու անհրաժեշտություն չեն տեսնում։ Բազմաթիվ սոցիալական խմբերի երեխաներ գուցե այսօր է որ հնարավորություն են ունենում մասնակցություն ունենալու այս կարուսելներից օգտվելու, իսկ հերթերի հետ կապված դժգոհելու տեղի կա, բայց կարծում եմ ծնողները պիտի մի քիչ ըմբռնումով մոտենալ։ Կազմակերպիչները մեղք չունեն, որ շատ ծնողներ անշնորհք են, հետ կանգնել չեն ուզում, վիճաբանությունների մեջ մտնում, ասում էին մանկական երկաթուղու համեմատաբար տարեց այցելուները։ Համբերություն չունեն, որ գան հերթով, դրանով իրենց երեխաներին են շարքից անում։ Թող երեխան տեսնի, որ պիտի հերթով գնա։ Էդ էլ է, չէ, դաստիարակության մի միջոց։ Չնայած հերթերին, մանուկներն իրենց լավ էին զգում։ Կուզեի ավելի շուշուտ սենց բաներ լիներ։ Հաճիկով երեխաները օգտվում են։ Շատ ճոճորվեցի, շատ ուրախացամ։ Այսօր անվճար էր, դրա համար այդքան նստեցինք։ Շատ շնորհակալ ենք այս միջոցառումից, ես որ սա չլիներ երեխա երբեք չէի բերի։ Երևանյան ամառ մեկամսյակի միջոցառումները կշարունակվեն օգոստոսի 15-ին առավոտից մինչև ժամը 17-ը անվճար կլինեն հաղթանակ զբոսայգու կարուսելները։ Ամսի 12-ին երիտասարդության միջազգային օրը կնշվի մայրաքաղաքի կենտրոնում 4 տարբեր հարթակներում։ Բավական հագեցված ծրագիր է, սա միտված է այն գուցե արդեն ոչ ակտուալ փաստորեն դարձած գաղափարին, ըստ որի Երևան քաղաքը պասիվանում է օգոստոսյան շրջանի, իսկապես դա այդպես էր։ Քաղաքապետարանի կազմակերպած մեկամսյակը այդ բացը լրացնելու, նաև երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի առօրյան ավելի հետաքրքիր դարձնելու նպատակ ունի։ Ազնիվ Կարապետյան, Միլենա Պողոսովա, ժամը լրատվական։